Առնվազն ընկիրտ մարդիկ հասկանում են, որ նախաստորագրություններով խաղաղություն չի լինում։ Մենք առաջիններն ենք կողմ խաղաղության եւ ներդաշնակ լինենք մեր հարևանների հետ, սակայն դա չի կարող լինի արժանապատվության հաշվին, առաջինը, երկրորդը ամեն ինչ պետք է որ դիվանագիտական ճիշտ աշխատանք կատարվի, այլ ոչ թե ինչ-որ բաներ լինեն, որ իրանք թաքուն պայմանավորվել են ու չենք հասկանում վերջը ինչ անելու։ Ամեն դեպքում մենք ելնելու ենք նրանից, ինչ ժառանգություն մենք կստանանք, քանի որ մինչև ընտրությունները դեռ շատ առհավիլ կարա բերի մեր գլխին, պարոն Փաշինյանը, ըստ իր խասյաթի ու իր մտածելակերպի, ապրելակերպի, եւ դրա համար մենք պատրաստ ենք ամեն ինչին, բայց էլի եմ ասում, կարևոր հարցը մեր համար լինելու է, որ մեր ժողովուրդը համախմբված լինի, եւ ժողովուրդը վստահի կառավարությանը։ Եթե մենք կարողանանք այդ վստահությունը ստեղծենք եւ համախմբենք մեր ժողովրդի ներդաշնակցությունը ապահովենք, իսկ դա գալիս է մեկ բանից, ժողովրդի հետ պետք է լինել անկեղծ։ Երբ որ անկեղծ չես, երբ որ սուտ ես խոսում, քո հետևը ժողովուրդ կայնա չի։ Եթե քո հետևը ժողովուրդ կանգնած չի, դու չես կարող բանակցություններ վարես ուժեղ դիրքերից։ Մենք գնալու ենք միայն բանակցություններով։ Մենք ոչ մի ռևանշիզմով չենք ցավում, ոչ մի խնդիրներ չենք անում, որ կվերադարձնենք սա կտանենք այն ոչ։ Մենք միակ բան ենք ասում, որ մենք պետք է արժանապատիվ ձևի բանակցություններ վարենք, եւ մենք պետք է կարողանանք մեր հանրության եւ մեր ժողովրդի ամեն իղձերը թե նպատակները կարողանանք իրականության մեջ կատարենք։